6 երիտասարդներ այս գիշեր Հայաստանից ավտոմեքենայով ուղևորվում են թուրք-իրաքյան սահման Սիլոփի։ Թուրքիայի եզդիաբնակ այս գյուղում հանգրվանել են Իրաքում ծայրահեղական իսլամիստների հարձակումներից փրկված մոտ 6000 եզդիներ։ Երիտասարդները տանում են հանգանակված մոտ $12000, ինչպես նաև հագուստ։ Այսօր երեկոյան դեռ տղաներին բերում էին փաթեթներ տանելու մածապուրս եզդիներին։ Դրամական միջոցներով գնելու ենք պարենային մթերքներ կամ դեղորայք։ Երիտասարդները հուսով են, որ կկարողանան բարեհաջող տեղ հասցնել բեռն ու գումարը, քանի որ 500 բնակիչ ունեցող Սիլոփին արդեն դժվարանում է սննդով ապահովել օրեցօր ավելացող փախստականներին։ Տեղի եզդիները չունեն ոչ մի պարենամթերքի աղբյուր եւ տեղի թուրքական կառավարությունը չի օգնում նրանց, ավելին բարձրացնում է խնդիրը, վիզաներ չի տրամադրում փախստականներին։ Արևելագետ Ռուստամ Բաքոյանը, որը մեկնողներից մեկն է, հիշեցնում է, եզդիների կոտորածը Իրաքում շարունակվում է։ Զոհերի թիվն ըստ նրա ավելի մեծ է, քան ներկայացվում է պաշտոնապես։ Իրենք տեղեկություն ունեն, օրինակ, որ գյուղերից մեկում միայն մի ծերունի է փրկվել։ Մի գյուղի բնակչությունը եթե կարա 1000 մարդուց ավելի լինի ու սպանվի, այստեղ ամբողջ սպանդի մասին խոսում է 500 թվի մասին, որը իսկապես ռեալ չի։ Արևելագետը համարում է, որ Իրաքում եզդիների ցեղասպանության մեջ մեղքի բաժին ունեն նաև քրդերը, ինչի օգոստոսի սկզբին գրեթե միաժամանակ եզդիական շրջաններից հեռացավ քրդական զորքը եւ ներխուժեցին զինված ահաբեկիչները։ Ռետորական հարց է հնչեցնում նա։ Եզդիները դա իրենք մի մեծ ոսկորեն կանգնած քրդական իշխանությունների կոկորտին, որովհետև աշխատանքներ էր տարվում, որպեսզի Շանգալի ինքնավար շրջան լիներ այդտեղ։